Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը մեծ ակտիվություն են ապահովում ինստագրամյան հարթակում։ Վերջին զանգը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո դերասանի հանդեպ և նրա կնոջ հանդեպ ուշադրությունը մեծացավ։ Նրանք ունեն հետևորդների մեծ բանակ ինստագրամյան հարթակում, ովքեր ամեն օր սպասում են նրանց հրապարակումներին։ Այս օրերին Էվելինան և Լևոնի քրոջ ընտանիքի հետ մեկնել են հանգստի։ Ինչպես ավելի վաղ Էվելինան հայտնել էր իր ինքնաթիռից վախի մասին, սակայն այդ ամենն արդեն հաղթահարված է։ Նրանք մեկնել են հանգստի, որտեղից արդեն իսկ առաջին կադրերը հրապարակել է Էվելինան, ինչպես նաև խոստացել է պահպանել ակտիվություն և ցույց տալ իրենց ժամանցից և իրենց հանգստից մի քանի կադրեր։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջինս հրապարակում է արել այդպիսով նշելով իր անհանգստության մասին. «Դե ասեք, թե ես ոնց հաղթահարեմ ինքնաթիռից իմ վախը։ Ինչքան մոտենում ա մեկնելու օրերը, այնքան իմ պանիկան մեծանում ա։ Էթերիկ չէր, նոր էլ տեսանյութ տեսա, որ Ստամբուլում քամու պատճառով ինքնաթիռը նորից օդ ա բարձրանում վայրէջքի փոխարեն մի կերպ կառավարվելով։ Շատ ճիշտ պահին էր էդ վիդեոն, շատ»։ Այսպիսի հրապարակում է արել Էվելինան։ Ավելի ուշ նա հավելել է. «Եթե ինչ քնաբերը չի օգնում, մարմինս թուլացնում ա, իսկ ուղեղս նույն կերպ շարունակում ա թունավորել ինձ», նշել է դերասանի կինը։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը, հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջին օրերին ամանորյա հրապարակումներ է անում, ցույց տալով, թե ինչպես են անցկացրել ամանորը իր ամուսնու, ընտանիքի, մայրիկի, քույրիկի և նրա ամուսնու ու երեխաների հետ։ Այսօր Էվելինա Ստեփանյանը հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Լևոն Մկրտչյանի մայրիկը արձագանքում այն լուսանկարին, որտեղ որդին գրկել է կնոջը։ Նա սրտիկել է, թե իսկ Էվելինան էլ իբրև ցանկացել է ցույց տալ իր ակտիվ հետևորդներին, սակայն միաժամանակ ցույց է տվել, թե ինչպես է սկեսուրն արձագանքել իրենց համատեղ լուսանկարին։ Հավելենք նաև, որ Էվելինան այս կադրերով կիսվել է ինստագրամյան հարթակում և գրել «ընտանիք»։ Նշենք նաև, որ առաջին անգամ չէ, որ Էվելինան ընտանեկան հրապարակումներով է հանդես գալիս։ Ավելի վաղ ներկայացրել էինք դերասան Լևոն Մկրտչյանի կինն ինստագրամյան էջում հրապարակում է արել այդպիսով գրելով. «Էջիս մշտական ակտիվությունը սիրում եմ բոլորիդ իմ կարգին հետևորդներ, բամբասողներ ու վայրահաչողներ, ձեր վատությունները միայն լավության ձևով են մեզ հասնում, ասեմ, որ շարունակեք էփվել ձեր թույնի մեջ, մեր իմունիտետը ձեր բացասական տեսակների դեմ լավ կոփված է, մեր հասարակության մետաստազներով ուռուցքը նոր չի, որ բացահայտվեց, լավ անցնենք ավելի կարևորին, դուք էլ ինձ նման սուշի շատ եք սիրում, քիչ հետո ընտանեկան ռիլ կլինի էջումս», գրել է Էվելինան։ Հիշեցնենք, որ երեկ էլ տեղեկացրել ենք, որ Գյումրու 7 վերք եկեղեցու մատուցվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վաղան Խաչատուրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկա են գտնվել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարագը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաև, որ ներկաների շարքում է նաև եղել Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած և այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը Ազգային ժողովի պատգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու և իր կնոջ հետ ներկա է գտնվել այս պատարագին։ Նշենք նաև, որ ավելի վաղ Էվելինան հրապարակում էր արել այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարագին։ Մարդ կա կիրակի մաքրվում ա, մարդ էլ կա ավելի է աղտոտվում։ Շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրան նրա երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու այդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել։ Այդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաև, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաև քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։ Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել ենք Էվելինան ինստագրամյան էջում Լևոնի մասնակցությամբ հրապարակում է արել այդպիսով նշելով, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Զույգը ցույց է տվել իրենց նոր բնակարանը, որը ձեռք են բերել երկուսով միասին։ 2025-ը մոտենում է ավարտին, տարվա ամփոփում դեռ կհասցնենք անել, բայց հիմա ձեզ հետ կիսվում եմ մեր կյանքի պատմության ամենակարևոր էջերից մեկով և ուզում եմ, որ դուք էլ առանց վարանելու հավատաք ձեր նպատակներին ու գնաք դրանց հետևից։ Դեռ ժամանակ ունեք այս տարի եզրափակելու կարևոր ձեռքբերմամբ։ Այն է բնակարան ձեռք բերելը։ Դերասանի կինը այս հրապարակումով ցույց է տվել նաև իրենց էմոցիաները, երբ ձեռք են բերել նոր բնակարան և առաջին անգամ մուտք են գործում այնտեղ։ Թե իսկ երկրպագուները ոգևորվել են ընտանիքի այս տեսակ ձեռքբերմամբ և շնորհավորել մաղթելով նորանոր ձեռքբերումներ 2026 թվականին։
Նշենք, որ ավելի վաղ կիսվել էինք Էվելինայի հրապարակումով։ Ես եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե Ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրականը։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիքա գողանաս մտքերիս տիրանաս, մեկա բնորինակը բարոյական տարածականը, պիկը էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել ինստագրամյան հարթակում։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը ինստագրամյան էջում անսովոր հրապարակում եւ գրառում է թողել։ Վերջինս պատասխանել է համացանցում տարածվող այն լուրերին, թե ինչու ինքը իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում չի անում եւ ինչու են հրապարակումները բացառապես մայրիկի մասնակցությամբ։ Շատերը խոսում էին այն մասին, որ Էվելինան միգուցե իր հայրիկի հետ որևէ կապ չունի։ Այս ամենին փորձել է որոշակի պատասխան տալ վերջինս։ Սիրում եք ընտանեկան ֆոտոներ, մոկ ծնունդը շնորհավոր։ Այս նկարում ամբողջական չենք, տատիկս, պապիկս, մամաս, մորաքույրներս ու մորաքրոջս աղջիկը։ Մնացածը պարում էին։ Ամեն բան հանգամանալից ներկայացրի, իսկ թե Էվելինա Ստեփանյանը ինչու չի հրապարակում հայրիկից կամ ընտանիքից ֆոտոներ, ասեմ, մերոնք չեն սիրում լինել հանրային, մեկ-մեկ թաքուն փոստեր եմ անում։ Նշենք, որ հերթական անգամ Էվելինան հայրիկի մասնակցությամբ այդպես էլ հրապարակում չարեց։ Հավելենք նաև, որ երեկ էլ ներկայացրել էինք Էվելինայի մեկ այլ հրապարակում։ Ինստագրամյան հարթակում ամուսնու մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ վերջինս հոգնած նոր է վերադարձել աշխատանքից։ Գաղտնիք չէ, որ Վերջին զանգը հեռուստասերիալը մեծ ակտիվությամբ նկարահանում է իր սերիալի վերջին սերիաները, դե իսկ Լևոնն էլ բավականին հոգնած եւ տանջված տեսք ունի Էվելինայի հրապարակած տեսանյութում։ Սերիալի դերասանը հոգնած ջարդված է կելասյոմկայից ու կանի հիմա unboxing կոշիկ։ Դες դուրդ գալիս եմ։ Նորը սա։ Ստմարը չի։ Ինչի չնայեցի։ Որը են առաջինը։ Հա, լավն է, դուրս բերեց։ Դուրդ բերեց։ Շատ լավն է։ Այս սպիտակ կեդերը դուրս եկավ։ Ճիշտ է, այստեղ սպիտակ կեդեր սիրող մարդ չեմ, բայց սիրուն է ինչ խոսք։ Լավ են մեկը ավելի ինչ հետաքրքիր է քո կարծիքը։ Են մյուսը։ Չեն մյուսը լավ։ Ախը լավ է։ Լավ է լավ։ Նայ հաց ուտենք, սոված ենք։ Սպասել եմ այսքան, որ գա հաց ուտենք միասին։ Դե նայ։